Ողջույն։ Այս տեսանյութում ես պատրաստվում եմ ներկայացնել Beaple Trackers 5 ծրագրակազմը։ Սկզբում մենք ունենք 13-ը, այնուհետ 14-ը այժմ հասանելի է 5-ի թարմացումը։ Մենք սկսում ենք ծրագրաշարը։ Սա Beaple Trackers 5 Ultra ծրագրաշարի ներդրումն է։ Եվ դուք կարող եք տեսնել շնորհանդեսը։ Ինչպես տեսնում եք ձախ կողմում պատկեր է, որտեղ հնարավոր է տեսնել առցանց, տեսնել մկնիկը գլխի վայր, երում է ավշային մասը, կարող եք տեսնել սրտանոթային, մկանային, ոսկրային մասը։ Այն, ինչ ցույց է տալիս այս նկարում, այն է, որ թարմացումը թույլ կտա ավելի խորը որոնում կատարել։ Չափագրման բուժման բաժինը մտնելուց հետո այս մասում մենք ունենք ցուցակը 966 տարրերով։ Ստոր կարող եք տեսնել 966 հոդված։ Ահա ամբողջական ցանկը, ահա Ultrascan հատկությունը։ Եվ ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում ձախ կողմում գտնվող պատկերի հետ։ Սեղմելու եմ Ultrascan-ի վրա, այստեղ հնարավոր է, որ օրինակ մկնիկը տեղափոխելիս տարբեր ձեր հայտնվեն։ Այստեղ մենք ունենք ոսկրային մասը, այստեղ մենք ունենք բերանի հատվածը, այստեղ ունենք ոսկորները, ունենք ուղեղը, ուղեղի տարբեր մասեր։ Հետո նույն բանը, օրինակ, կրծքավանդակում։ Ուշադրություն դարձրեք այստեղ, ես շարժելու եմ մկնիկը, մենք հնարավորություն ունենք ոլորելիս, ստոր բերված նկարը փոխվում է։ Այժմ նայենք նա կոնքի հատվածին։ Դիտարկեք։ Եթե ես հեռացնեմ ֆունկցիան, դա այլս հնարավոր չէ, բայց եթե ես կիրառեմ մաշկի հատկանիշը, դա այլս հնարավոր չէ։ Ուլտրասկան տեսնելու համար այստեղ կարող եմ չափել տարբեր մասեր։ Օրինակ, եթե ես ուզում եմ չափել մաշկի հյուսվածքն այս հատվածում, օրինակ, սեղմում եմ ծրագրաշարն անմիջապես կատարում է չափումը։ Եվ ահա հետաքրքիրն այն է, որ այն մեծ մասամբ ցույց է տալիս կոնքի օրգանի մաշկը։ Եկեք մեկ այլ օրինակ ցույց տանք։ Եթե օրինակ այստեղ չափենք, մկանային հատված կա, որը չափելու ենք։ Տեսեք, ես պատրաստվում եմ չափել այս տարրը։ Այդ կերպ ես ձայնագրություն կազմեցի։ Դիտարկեք։ Այն գրանցված է։ Երկու տարրերի ձայնագրումն իրականացրել է չափումը։ Եվ հիմա ես պատրաստվում եմ չափել այս տարրը։ 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 Մեկ այլ շատ հետաքրքիր տարր, օրինակ, հիպոթալամուսի միջուկը։ Նախկինում այս ամբողջ տարածքը չափվում էր, բայց հիմա մենք կարող ենք, օրինակ, գտնել այս վայրը։ Տեսեք, թե ինչ եմ անելու։ Երբ ես շարժվում եմ, հայտնվում են տարբեր տարածքներ, որոնք մենք կարող ենք չափել։ Եվ մենք այստեղ չափելու ենք, տեսնելու ենք, թե ինչ ենք անելու։ Ինչ ենք մենք գտնելու։ Դիֆիզի հատվածը հիպոթալամուսի միջուկում։ Beaple Trackers 5-ից մեկ նոր կիրառություն քրոմոսոմների չափման մեջ է։ Դիտարկեք։ Եթե ուզենայի այստեղ չափել, առաջին հերթին ցույց կտամ օգտակարությունը, բայց նախ չափումն անելով։ Ես ապընտրելու եմ ամեն ինչ, մենք չափելու ենք հենց այս տարրը։ Այնուհետ այստեղ ամեն ինչ բավականին լավ ստացվեց 2-3 պատկերակներով։ Բայց եկեք պատկերացնենք, որ թիվ 18 տարում այն ավելի փոփոխված է։ Այսպիսով, եթե մենք ուզում էինք չափել այս տարրը, մենք չպետք է սկսենք այն փնտրել այստեղ։
Որտեղ է այն ցուցակը տեսնելն է, թե որտեղ եմ գտնում, ինչպես եմ գտնում։ Դիտարկեք այստեղ, ահա այն։ Սա 18 հերթ։ Պարզապես տեղադրեք ձեր մկնիկը ձախ սեղմեք անմիջապես չափեք քրոմոսոմը։ Բայց առավել ևս, քրոմոսոմը չափելուց հետո հայտնվում է։ Եթե այս տարերից որևէ մեկում որևէ փոփոխություն կա, մենք կարող ենք չափել քրոմոսոմի ցանկացած տարածք։ Եվ ահա հետաքրքիր բանը, որն ասում է, որ մենք չափում ենք 18 հերթ քրոմոսոմը դնդում, քրոմոսոմ 18-ը։ Իսկ եթե ուզում էինք իմանալ, թե ինչին է համապատասխանում այս քրոմոսոմը, մենք հետ ենք գնում, հետո մտնում տարածք։ Վերլուծություն այստեղ մենք սեղմում ենք տեքստում դիտարկել։ Որքան հետաքրքիր է։ Իսկ եթե ես շարժեմ մկնիկը, ոչինչ չի լինում, բայց նկատում եմ կանաչ գույնի խաչը։ Նա անմիջապես ցույց է տալիս, թե ինչին է դա համապատասխանում։ Օրինակ, կարցինոմա։ Եվ դա կարծես թե կապված է ուռուցքի հետ համապատասխան տեղեկատվությունը կարծես թե հասկանում է։ Ինչին է համապատասխանում այս տառը։ Այսպիսով մենք կարող ենք արագ վերլուծել դնթեի մի փունջ հետո բացահայտել, թե ինչ է դա։ Մենք չափում ենք դնթ խումբ։ Մենք չափում ենք ամենափոփոխված քրոմոսոմը, այնուհետ մտնում ենք քրոմոսոմ ամենաշատ փոփոխված տառը չափելու համար։ Այնուհետ մենք նույնացնում ենք այն տարածքը, որին այն համապատասխանում է։ Մեկ այլ տառ, որը ես ուզում եմ ընդգծել։ Սա ներկայացման տեսանյութ է։ Ինձնից խնդրեցին 5 վիդեո շնորհանդեսը, ես պատրաստվում եմ այն ցույց տալ այստեղ, վերջում, քրոմոսոմների վերջում։ Տեսեք, թե ինչ հետաքրքիր է։ Սա շատ հետաքրքիր թարմացում է, որը մենք կարող ենք տեղափոխել մկնիկը մենք կգտնենք։ Նախ, մենք կարող ենք չափել ծիածանաթաղանթը։ Ես այստեղ սխալվել եմ։ Ես պետք է չեղարկեմ այն, չափելու ենք ծիածանաթաղանթը, իսկ հետո օրինակ փնտրելու ենք փոփոխված տառերը։ Եվ դրա համար ես ասում եմ, որ այստեղ փոփոխված տառ է, ահա շարժիչային մաս։ Փոփոխված տառ է այստեղ մասում։ Շնչափող կամ ինչ տառ ենք մենք փոխել այստեղ։ Այն համապատասխանում է գլխին, ուստի նախկինում մենք կարող էինք չափել այս տառը, բայց դա ընդհանուր չափում էր։ Այժմ ընդհանուր չափման մեջ 5-ը մեզ թույլ է տալիս ուլտրասկանավորել առավել տուժած տարածքը կատարել ավելի խորը վերլուծություն։ Եվ այսպես, մենք կարող ենք հայտնաբերել գլուխը, այնուհետ փնտրում ենք գլխի առավել փոփոխված հատվածը։ Մինչ հասնենք քրոմոսոմին ամենափոփոխված մասի դնթեին։ Եթե դուք հետաքրքրված եք իմանալ Beoplast, Metatron, Beophilia-ի տարբեր սարքեր, մոդելներ, կարող եք մտնել իմ ալիք, որտեղ կտեսնեք իմ կոնը, այստեղ կգտնեք տեսանյութերի ցանկ, ինչպես կարող եք կողմնորոշվել։ Առաջին բառը լեզուն է։ Օրինակ, այստեղ ես տեսանյութ ունեմ։ Եվ պարսկերեն, երկրորդ բառը համապատասխանում է սարքին, ապա հայեցակարգին։ Այսպիսով, դուք կարող եք գտնել տեսանյութեր սլովեներեն, գերմաներեն, տարբեր լեզուներով, նա որպես օրինակ, այսօր այստեղ ես ձեզ եմ ներկայացնում տրանսկանգային մագնիսական խթանման տեսանյութ։ Դուք տեսանյութը բացելուց հետո կարող եք ընտրել։ Դուք կարող եք ընտրել։ Ես պատրաստվում եմ ընդմիջել, տեղադրեք այստեղ ենթագրերով։ Կազմածում նրանք կվերնագրեն։ Տեղադրեք Translate-ը, կարող եք ընտրել ձեր ուզած լեզուն։ Որպես օրինակ, ես այստեղ օգտագործելու եմ բուլղարերենը։ Այդ կերպ դուք կարող եք տեղադրել դիտել իմ տեսանյութերը ձեր ուզած լեզվով։ Ուշ պետք է կարողանաք հասկանալ տեսանյութը։ Իմ ալիքում YouTube-ում կգտնեք բազմաթիվ տեսանյութեր, որոնք անվճար հիմնական դասընթաց են, որը թույլ կտա դիտել թերապիայի տարբեր սարքերի տեսանյութեր։
Բայց եթե ցանկանում եք ձեր լեզվով առաջադեմ խաղի դասընթաց, դուք պետք է գնաք իմ կայք։ Իմ կայքում beopiliaguionos.org դուք կգտնեք։ Եթե ցանկանում եք ստանալ հզորություն այս սարքերի համար, օրինակ, ես այստեղ գտնեմ Metatron Hunter-ը, այստեղ գտնեմ իտալերենի դասընթացը։ Թվում է, թե դասընթացը ես եմ դասավանդում։ Այստեղ հայտնվում է բովանդակությունը, դուք կարող եք ստանալ դասընթացը բաղկացած ենթագրերի տեսարանից, որտեղ կարող եք դիտել նրանց տեսանյութերը։ Այսպիսով, դուք անջատում եք ենթագրերի տեսարանը ենթագրերի տեսարանում։ Դուք կարող եք դիտել նրանց տեսանյութերը ենթագրերի տեսարանում։ Մի մոռացեք նրա ալիքը։ Թվում է, թե դասընթացը ես եմ դասավանդում։ Այստեղ հայտնվում է բովանդակությունը, դուք կարող եք ստանալ դասընթացը, որը հիմնականում բաղկացած է տարբեր լեզուներով աուդիո տեսանյութերից, եթե ես Եթե ցանկանում եք հարցեր տալ, կարող եք մուտքագրել իմ WhatsApp-ը կամ կապվել իմեյլ։ Նա Telegram-ում